Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ընտրական բարեվարկության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում ծրագրի երկրորդ փուլը եզրափակվել է Շիրակի մարզում։ Մայիսի 12-ին Գյումրին հյուրընկալել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներկայացուցիչների, լրագրողների և իրավաբանների, նպատակ ունենալով նրանց իրազեկել ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրական իրավունքի, ընտրական բարեվարկության և մեդիագրագիտության թեմաների վերաբերյալ։ Մասնակիցները նշում են, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն հանրային իրազեկվածության բարձրացման և ընտրական գործընթացներում հնարավոր խախտումների կանխարգելման գործում։ Անգամ մասնագետները, ել չեմ խոսում ոչ մասնագետների համար, ինչքան կարիք ունեն եւ ինչքան բացեր կա, որ իրենք պետք է իմանան մինչեւ ընտրությունների անցկացումը։ Դասընթացը բավականին հագեցած էր, ինֆորմատիվ էր եւ իմ կողմից կային հետաքրքիր նշումներ, որոնք ես անպայման կկիրառեմ նաև իմ պրակտիկայում եւ շահառուների հետ աշխատանքում։ Մասնակիցների խոսքով նման դասընթացները պահանջված են, քանի որ հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգտակար կլինեն հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Քննարկել ենք հնարավոր խնդրահարույց իրավիճակներ, որոնք կարող են ընտրություններ, ինչպես մինչև ընտրական, այդ թվում նաև ընտրություններին հաջորդող փուլերում առաջ գալ, հուսով եմ ընթացքում մեր ստացած գիտելիքները կօգնի պրակտիկ խնդիրներ լուծելու համար։ Ստացան կարևոր գիտելիքներ եւ հմտություններ, որոնք իհարկե համադրելու են գործնական աշխատանքների եւ պարապմունքների հետ եւ միաժամանակ այս արդյունքները տեսանելի կլինեն ծրագրի շրջանակում։ Ուսուցողական հանդիպումները պետք է շարունակական լինեն կանխելու սխալները թե երիտասարդների, թե մեծահասակների շրջանում։ Նոր ինֆորմացիա, նոր տեղեկատվություն, այս պայթրությամբ իհարկե ակտիվ է հետաքրքրությունը գալիք ընտրությունների վերաբերյալ, հատկապես երիտասարդության շրջանում, ով առաջին անգամ է ընտրելու։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են նաև ապատեղեկատվության դեմ պայքարի իրավական եւ ռազմավարական մոտեցումները, գործող օրենսդրական դաշտը, ինչպես նաև խոսքի ազատության եւ պատասխանատվության միջև հավասարակշռությունը։ Գիտեք բոլորդ, որ ընտրություններից առաջ նաև այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ապատեղեկատվությունը դառնում է շատ ավելի խոցելի ցանկացած քաղաքացու համար եւ այս հոգեբանական ազդեցությունը ամեն ինչ հաշվի առնելով Հայաստանում նաև տարբեր երկրներում ապատեղեկատվության դեմ պայքարի ոչ միայն դասընթացներ, այլև արշավներ են կազմակերպվում։ Մասնակիցները ծրագրի շրջանակում վերապատրաստվել եւ ուսումնասիրել են միջազգային փորձը եւ այն համադրել հայկական իրավական եւ գործնական դաշտի հետ, ներառյալ փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները, ընտրական օրենսդրությունը եւ ընտրական բարեվարկությունը։